Ֆանտաստիկ լավ է տրամադրությունը եւ այո, սիրելի ռուսատիտողներ, միշտ պետք է մնալ երաժշտական աշխարհում, որովհետեւ այն էմոցիաները եւ զգացողությունները, որ ստանում ես միայն երաժշտությունից, դրանով կարող ես ներդաշնակվել, խաղաղվել, հասկանալ ինքդ քեզ ու շարժվել առաջ։ Եվ ահա երաժշտական աշխարհի շատ տաղանդավոր ներկայացուցիչներից երկուսը մեզ մոտ տաղավարում են, որովհետեւ նրանք ունեն հրաշալի նորություն, որի մասին մենք հենց հիմա խոսելու ենք նրանց հետ։ Ես շտապեմ ներկայացնել սիրով նրանց Հայարփի Ապինյան Relax Project-ի խմբի կանոնը Հարուի Բարի լույս եւ Սեդա Թևանյան Relax Project-ի խմբի մեներկչուհի Բարի լույս։ Բարի լույս։ Շատ լավ առիթով ենք այսօր հավաքվել։ Իմ գործընկեր Հայկը մի փոքր ծիծաղում է, ոչինչ։ Ունենք տեսահոլովակ։ Այո։ Եկեք մի փոքր բացենք բաղագծերը ու մեզ եւ մեր շատ սիրելի հերոսատիտողներին պատմենք ինչի մասին է խոսքը, երբ է ստեղծվել, ինչ տեսահոլովակ է, ինչ երկի հիման վրա ամեն ինչ պատմենք։ Նախ բարի լույս, շատ շնորհակալ եմ, ես արդեն ես շատ վաղ արթնացող մարդ եմ, ու ուշ ավելի շատ, Ֆեդանա միշտ վաղ արթնանում ու ես միշտ այնց քնած կամ չգիտեմ, առանց տրամադրության, բայց մի անգամից այստեղ բացվեց, որտեղ աուրան ու դուք շատ արդեն պոզիտիվ ու լավ ամեն ինչ։ Դրա համար շնորհակալություն։ Պրեմիերայից խոսենք, նախացան, որ պրեմիերան դինելու է այսօր երեկոյան խութին եւ այստեղ առաջին անգամ է ցուցադրվելու, ով որ հիմա նայում է առավոտ լուսոն, առաջին անգամ կտեսնի մեր տեսահոլովակը։ Գիտեք ինչն է հետաքրքիր, մենք Relax Project երբ ասում ենք հազարավոր, 100,000 մարդիկ ձեզ տեսել են բեմարդակներում, իվենտների համերգային ծրագրերի շրջանակներում, տարբեր միջոցառումներում, բայց հիմա դուք արդեն ունեք ձեր հստակ հեղինակային երգը, որի հիման վրա էլ նկարահանվել է տեսահոլովակ։ Տեսեք, այսպես է, ոչ թե հեղինակային է, այլ մենք միշտ մեր սկզբունքային է, որ ազգային երգերը մենք սարքում ենք մեր տարբերակով։ Հիմա այս երգը, որ մենք ներկայացնելու ենք, եւս ազգային երգ է, կատակ երգ է, տանում նայ է կոչվում, կատակերք է, որի հիման վրա մենք բիթային տարբերակով ենք սարքել, այսինքն հավաքվել է առանձին բիթ, որը, այո, ռելաքսին բնորոշ եւ ավելացվել է ազգային երգ, այսինքն նորովի մատուցված ազգային երգ ենք մենք այսօր ներկայացնելու հանրությանը։ Ու դժվարությունների մասին եմ ուզում ինձ հետաքրքիր էլի, հայկական ավանդական ժողովրդական երգերն ու այդ բիթ ասվածը, հա, նոր մոտեցմամբ չի խանգարում կամ եթե նույնիսկ այդ համադրությունը ոնց է լինում, էլի, որ խոչընդոտները շատ չլինեն։ Իրականում չի խանգարում այնքանով, որ մեկը ինձ այդ մոտեցումը մի քիչ ավելի շատ դուր է գալիս, ճիշտ այն ավանդականը ինչ որ կա, դա հիմքը մեր ու դա ավելի շատ ենք սիրում, բայց այս նոր մոտեցումը նաև շատ մարդկանց sense ներգրավեց, բերեց ժողգործիկները հետաքրքրեց, այսինքն այն մարդը, ով որ մի քիչ չի սիրում ժամանակակից երաժշտությունը լսել կամ սիրում է, բայց առանձնապես տենց ուշադրություն չի դարձնում, ժողգործիկները իրեն հետաքրքրեց նրանով, որ այս ժամանակակից բիթերը սիրում է ու դրանով համենվել է նաև ժողգործիկը ինչ հետաքրքիր նոր բան է ու այդպես լիքը մարդ հետաքրքրվեց, սիրեց ու մենք ավելի կրկնակի sense ոգևորությամբ ու հավեսով սիրով շարունակեցինք անել ու միշտ ասում եմ համերգների վերջում, ֆեստիվալների վերջում, որ sense թեկուզ փոքրիկ երեխաները sense փալուփալուն աչքերով գալիս են ասում են մենք ուզում ենք գնանք ժողգործի կանոնի կամ դուդուկի ու դի չգիտեմ, այդ ասում եմ ինձ համար չգիտեմ ինչ իրականացած կարևոր նպատակներից մեկն է իրականում դառնում։ Սա ռելաքս, ահա, կներեք։ Եվ կարևոր մի բան ասեմ, որ մենք երգերը չենք փոփոխում։ Դա մեր կարևոր սկզբունքներից է, այսինքն երգը երգվում է օրիգինալ տարբերակով, ինչպես որ բնօրինակն է, գործիքավորումն է փոփոխվում, որովհետև եթե ամեն մեկը փորձի երգը փոփոխել, մի օր մենք ազգայինի կորուստ կունենանք, եւ դա մեզ համար շատ կարևոր է, քանի որ ես ինքս դասավանդում եմ եւ միշտ երեխեքին ասում եմ, որ երեխեք ջան, օրիգինալը իմացեք, սա մշակված գործիքավորված տարբերակն է, որը չի շեղվել բնական տարբերակից։ Այլընտրանքային տարբերակ է ժող։ Թերես ամենակարևոր կանոնն է դա, որ դուք պահպանում եք ու դեռ երկար եք պահպանելու։ Սա Relax Project-ի առաջին մեծ պրոֆեսիոնալ նկարահանված տեսահոլովակն է։ Չէ, ունենք էլի տեսահոլովակներ, առաջին տեսահոլովակը եղել է հենց գործիքային առանց վոկալի, Սեդան մի քիչ ուշ միացավ մեզ, փոխվեց մեր ծրագիրը, ավելի հետաքրքիր դարձավ։ Իսկ սկզբանի գործիքային էր, որ հիփ-հոփ ենք նվագել, նաև դա էր մեր առաջին շահողը, որ ազգային նվագարաններով նվագում ենք հիփ-հոփ եւ այլն։ Գրեթե ծանոթ ենք Relax Project-ի գործիքակազմին, ուզում եմ հասկանամ երգը ենթադրել է նաև իրենից, որ նոր գործիքներ, ժող գործիքներ ավելանան ազգային գործիքներ, թե ժող գործիքներ չի ավելացել, այս վերջերս մեզ ավելացել է ստեղնաշարային գործիքներ, որովհետեւ մենք հիմա նորալիքի եթերում
podcast-ի մասնակից ենք, երաժշտական հատվածի ձևավորողն եք եւ նաև։ այդ պարագայում դաշնամուրը շատ կարեւոր էր, էլի, որ ստեղնաշարային գործիքներ լիներ, որովհետեւ այնտեղ ամեն ինչ կենթանի է եւ մենք սպոնտան երգում ենք տարբեր երգեր, ոչ միայն ազգային, այլ էստրադային, այլ այն երգացանկը, որը ունի մեր հյուրը։ Այդպես, այո, համալրվել է ստեղնաշարային գործիքներով։ Ամենայն դեպս այն relax project-ը, որ դուք գիտեք, այս տեսահոլովակը երգը լսելուց հետո մի փոքր sense ուրիշ կողմից կբացահայտեք։ Մի քիչ տարբեր է իրականում։ Իսկ հետ եղել է, որ հայկական ժողովրդական երգը հին մոտեցումը ու այս նոր մոտեցումը, որը դուք եք անում, ձեր կողմից տված մոտեցումը ավելի սիրմի ժողովրդի կողմից, քան այն հին տարբերակը։ Այդպիսի դեպքեր եղել են։ Այսպես ասեմ, ոչ թե ժողովրդի կողմից, այլ երիտասարդների կողմից է ավելի շատ սիրվում, որովհետև իրենք այդ բիթային վիճակները իրենց ավելի ադուր գալիս, շարժում է, հա, այդ ներքին թրթիռը սրտի։ Ու շատերը, հա, օրինակ ասում են, ձեր տարբերակով այս երգը սիրել ենք, օրինակ Խլբանեն մինչ ինձ էլի է եղել երգչուհի խմբում։ Խլբանեն է այնտեղ Արիսիրոնը ունեն, գործիքային տարբեր մուշը, այո։ Որ վերջում սադան երգում է գործիքայինից հետո կոմբինացիան է, էլի։ Հիշեցրեք եւս մեկ անգամ երգը ինչպես էր կոչվում։ Տանմնայ։ Տանմնայ։ Այդպես է ձայնարկություն է ուղղակի, ինչ որ նշանակություն չունի, տանմնայ, տանմնանայ, ինքը անընդհատ sense ոնց որ բառախաղ է, էլի տանմ երգապատ։ Իսկ հիմնվելով երգի վրա, պատմության վրա, չէ՞ որ մեր ազգային ժողովրդական երգերի մեծ մասի մեջ կա որոշակի սցենարային գիծ, պատմություն, չգիտեմ, ծիսակարգեր, սիրո խոստովանություններ եւ այլն եւ այլն։ Ինչ տվեց ձեզ երգը, ինչով օգտեց, որպեսզի պատմությունը նաեւ տեսահոլովակով ներկայացնեք ու ինչ լուծումներ եք տվել տեսահոլովակում։ Տեսահոլովակը հիմնականում բնության մեջ ենք մենք նկարել, Ստեփանավան ենք գնացել, այնտեղ ինչ որ սցենարային գիծ չկա, ուղղակի մենք երգն ենք ներկայացրել։ Մի տեսարանով է հիմնականում նկարվել եւ երգը, այսպես ասեմ, ինքը կատակերգ է, բայց ամեն մեր կատակերգի հիմքում սերն է, որովհետեւ մարդիկ իրար ինչ որ բան են հասկացրել կատակի միջոցով ու հենց այստեղ էլ տարբեր խաղիկներ է, հա, ասում է նամակ է գրե, դարդերս է քրքրել, այսպես տարբեր բաներ են ասում, ոնց որ տները որ նայենք այսպես իրար հետ կապ չունեն, որովհետեւ այն ժամանակ մարդիկ ամեն մեկը մի տուն ավելացրել է, այսպես դարձել է համընկրկուն մի երգ ու այս երգն էր, ոնց որ տես տարբեր մարդկանց երգած թափառիկ խաղիկներից հավաքած երգա։ Իսկ մեր երգի լեզուն գրական հայերենն է, թե բարբարային է։ Բարբարային է, տարածաշրջանը, եթե չեմ սխալվում, վասպուրականի, Վան վասպուրական, հստակ նշված չէ, ես երգ սովորել եմ ակունք խմբից, ազգային ակունք անսամբլից, եւ հենց իրենց կատարումով է միայն լսվել եւ արխիվներում հենց միայն իրանք են երգել։ Առաջիկայում ինչ ծրագրեր, ինչ պլաններ ու ինչ անակնկալներ սպասեն ձեզնից։ Մենք պլանավորում ենք նոր ալբոմ թողարկել, մի քիչ ճակերտներված եմ, մեր այս հիմնական արդեն էթնոծրագրով։ Շրջագայություններ ունենք, ֆեստիվալների հրավերներ ունենք, որը դեռ քննարկման փուլում է։ Դեռ այդքանը աշխատում ենք երգերի վրա, նոր ծրագրերի վրա, այո, երաժիշտի հետ։ Ինչպես միշտ շատ ակտիվ բուրըն գործունեության մեջ է Relax project-ը, մաղթում ենք, որ շարունակական լինի այդ ավանդույթը, նաև շատ հետաքրքիր է, որ արդեն երկար տարիներ Relax project-ը ծավալում է իր գործունեությունը եւ որպես խումբ, հա, որպես մի քանի մարդ, ովքեր հավաքվել են մի գաղափարի շուրջ, հավատարիմ են, ներդաշնակ են, անկեղծ են ու պարզ, այլապես խումբը երկար տարիների կենսագրություն չէր ունենա։ Թող խաղաղություն ու ներդաշնակությունը տիրի ձեր խմբում, շատ ուրախ ենք ձեզ մեզ։ Ողջունենք մեր պրոդյուսերին, որ այսօր ստեղ պետքա լիներ, ողջունում ենք Վլադին ողջույն եւ իրականում մեծ աշխատանք է իր կողմից կատարվում, որպեսզի խումբը միշտ մնա այսպես ռիթմի մեջ։ Միշտ ամեն ինչ որ լինում է կարևոր բան Հայաստանում, մենք լինենք կենտրոնում։ Մենք շնորհակալություն ենք հայտնում ձեզ, որ դուք ժամանակ գտաք, արթնացաք ու եկաք գնացի ու խոսեցիք։ Լավ է, գիտեք։ Արտացակ եկաք միանգամից փոխվեց ձեր տրամադրությունը։ Իսկ մենք կլսենք այսօր ձեր նոր տեսահոլովակը, գիտենք։ Ունենք այդ ձեզ համար ավելի շուտ պրեմիեր։ Շնորհակալ ենք ձեզ, օրվա դրական շարունակություն ենք մաղթում։ Տանմնայ, այո, չէ՞, Տանմնայ երգի տեսահոլովակը հենց հիմա մեր եթերում համեցեք։